թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք Ասա ձեր հետ եք խոսանք, եկեք ասեք խոսանք։ Ալգելի։ Կարելի ասել, որ հակառակորդի յաշմար կոչված այսօր սպառազինությունների դեմ բերման հետ մեկն է, որ Փաշինյանը ասում է, լավ կլիներ, որ այս սպառազինությունները դա կարող է արտահայտել ամեն կանգնած այդ սպառազինությունները։ Արի։ Այդ կարող է արտահայտել ստորաբաժանումների ներկայացումը եւ խոշոր զորավարությունները, Եվ նաև կարող է արտահայտվել զորահանդեսներով, որ իրենք պետք է կազմակերպեն։ Պարոն Օհանյան, տեսեք, իթիվս այլ քննադատություններ, դուք էլ վստահաբար լսել եք ազգային ժողովում են հնչի, որ ասում են օրինակ գործող իշխանության ներկայացուցիչներն ովքեր ծառայել են, ասում են ձեր ժամանակ մայկատրոսիկ չեն ունեցել։ Եկեք գիտեք բանակի գործունեությունը չիջեցնենք այդքան ցածր մակարդակի։ Ամեն ինչ էլ ունեցել են, բանակը համալրված է եղել, նույնիսկ թերությունների հետ մեկտեղ, որովհետև եւ թերություններ եւ սխալներ ունեցել են, ես էլ անձամբ ունեցել եմ սխալներ, բազմաթիվ սխալներ, բայց մենք ձգտել ենք, աշխատել ենք եւ վերականգնել ենք, բայց նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ձևավորված բանակը իր արժեվ դրված խնդիրը կատարել է։ Գիտեք, մենք այս վիճակում ենք 44 օրյա պատերազմի պարտությունից հետո, ձեզ ասեմ, բայց 44 օրյա պատերազմում պատշաճ կառավարման, պատշաճ ուշադրության, ռազմական գործողությունների թատերաբեմը լուրջ ուսումնասիրելու եւ լուրջ որոշումներ ընդունելու պայմաններում հայկական բանակը, առավել եւս Արցախի պաշտպանության բանակը ի վիճակի է եղել իր արժեվ դրված խնդիրը իրականացնել։ Նիկոլ Փաշինյանը բայց այսօր մեղադրանքներ էր հնչեցնում ՀԱՊԿ-ի վերաբերյալ, նաև նշելով, որ ժամանակին միջազգային գործընկերները զենք չեն վաճառել, որովհետև ասում էին հասու կդառնա ՀԱՊԿ-ին, ինչպես նաև որ դա կտեղակայվի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից դուրս, նաև ձեռքբերում էր համարել Պրահայում ձեռքբերված համաձայնությունը եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնել է եւ նշել, որ դա շարունակվելու է։ Մեր նման երկրներում, մեր տարածաշրջանում առկա փխրուն անվտանգության միջավայրի, արտաքին եւ ներքին սպառնալիքների պայմաններում մեր նման երկրները կարող են իրենց անվտանգությունն ապահովել ոչ միայն միայնակ իրենց ազգային երաշխիքների ձևավորման, բանակի հզորացման, այլ նաեւ պարտադիր կերպով հավաքական անվտանգության, դաշնակցային հարաբերությունների պայմաններում։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքը փորձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների այնուհետև սառեցման պատասխանատուն ինքն է, որովհետև մեր տարածաշրջանում մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորում ենք գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների դեմ պայքարելու համար։ Ես նկատի ունեմ Թուրքիան, իսկ Ադրբեջանի հետ մենք ի վիճակի ենք եղել ինքնուրույն ի վիճակի ենք եղել պայքարելու։ Մյուս հարցը որն էր, դրանց շարունակությունը։ Պրահայի համաձայնությունը ձեռքբերում էր համարել, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցվել է եւ Պրահայում ձեռքբերված Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Գիտեք, Պրագայում ձեռքբերված համաձայնությունը մեր խայտառակությունն է
երբ որ Հայաստանի Հանրապետության նախագահան տարիներով մեր նորագույն պատմության ընթացքում տարիներով ձեռք բերված բանակցային փորձը, բանակցային ներուժը եւ Արցախի համար մղվող պայքարը զրոյացրել է, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում ինքը ճանաչել է նաեւ չափերով, ընդ որում Արցախը ներառյալ այնինչ մեր նորագույն պատմության ընթացքում սրբություն է եղել Արցախի անկախության, Արցախի ինքնորոշման համար տարվող մեր գործունեությունը եւ գիտեք երբ որ խնդիրներ կան դաշնակցային գործընկերային հարաբերությունների մեջ այդ խնդիրներից ոչ թե պետք է խռովել այստեղ երեխայական մակարդակի չպետք է լինեն միջպետական գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները այլ պետք է գրագետ կերպով ընտրել հմուտ արտաքին քաղաքականության մարտավարություն եւ լուծել այդ բոլոր խնդիրները այնպես որ հիմնական մեղավորը այս իրավիճակի ինքը հենց Նիկոլ Փաշինյանն է Համարում եք արդյոք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքը հայկական բանակը շարունակում է մնալ Պարտավոր ենք համարել եւ պարտավոր ենք ամեն ինչ անել, որ հայկական բանակը հզորանա։ Եվս մեկ հարց էլ պարոն Օհանյան, եթե ասում եք չեք կարդացել իր ուղերձում նաեւ Փաշինյանը ասում է, որ այսքան ժամանակ որ ասում է, որ եթե բանակը թույլ է, ուրեմն հավելյալ առիթ է ստեղծվում, որ մեզ վրա հարձակվեն, պատերազմներ լինեն մեր երկրում, այսինքն այստեղ ինչ որ միտում տեսնում եք, ստացվում է, որ 2020-ին, 16-ին եւ դրանից առաջ էլ մեր բանակը թույլ է եղել, որ մեր վրա հարձակվել է Ադրբեջանը։ Մեր բանակը թույլ չի եղել։ Ընդհանուր առմամբ անվտանգությունը ապահովում են տարբեր երաշխիքների համադրմամբ։ Ազգային երաշխիքները դա բանակն է, մեր ներքին ամրությունը, մեր ներքին հզորությունը եւ միասնությունը, եւ նաեւ միջազգային երաշխիքներ, դա դաշնակցային եւ գործընկերային հարաբերություններն են։ Այնտեղ որտեղ որ ավարտվում է արտաքին քաղաքականությունը, այնտեղ սկսվում են նաև կարող են դրանից օգտվել եւ սկսեն մարտական գործողություններ, այնպես ինչպես Ադրբեջանը օգտվեց դրանից 2020 թվականին։ Մենք երկարատև բանակցային գործընթացի փորձ ենք ունեցել, երկարատև բանակցային գործընթացի ներուժ ենք ունեցել եւ փոխանակ ինքը շարունակեր Մինսկի համանախագահության բանակցային գործընթացը որոշում ընդուներ այն բոլոր առաջարկներին, որ 2019 թվականին Արցախի հարցի լուծման ուղղությամբ տեղի ունեցել, ինքը պարզապես այդ փաստաթուղթը, պարզապես համանախագահ 3 խոշոր երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կատարած աշխատանքը տարիների ծալել դրել է իր տակը եւ դրանով իսկ համապատասխան պայմաններ ստեղծել հակառակորդի համար ստեղծել ոչ adekvat կառավարիչի տպավորություն, որն էլ առիթ է հանդիսացել պատերազմական գործողություններին։ Իհարկե հիմնական հանցագործը, հիմնական մեղավորը պատերազմի Ադրբեջանն է, բայց դրան նպաստել է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների ոչ adekvat գործողությունները։ Պարոն Օհանյան,